Ողջույն բարեկամներ, այսօրվա մեր դասն է Unit 5B, Practice Your Speaking, զարգացնում ենք խոսքը, պետք է խոսենք Բոբի ընտանիքի մասին, դասի նոր բառապաշարը տրված է հաջորդ էջում, բայց այստեղ նույնպես կա և այստեղ աշխատենք դուրս հանել father, հայրիկ, mother, մայրիկ, husband, ամուսին, wife, կին, parents, ծնողներ, son, որդի, daughter, դուստր, uncle, քեռի հորեղբայր, aunt, հորաքույր, մորաքույր, քեռու, հորաքրոջ, մորաքրոջ երեխաները կոչվում են cousin, և grandfather, grandmother, մեկ բառով, տատիկ պապիկ ասում են grandparents, մեծ ծնողներ։ Հիմա, այս բառերը մենք պետք է կարողանանք բացատրենք անգլերենով, ասենք father, Mr. Brown is Bob's father. Mr. Brown-ը Bobby հայրիկն է։ Mr. այսինքն պարոն Brown-ը Bobby հայրիկն է։ Mrs. Brown is Bob's mother. Mrs. Brown-ը Bobby մայրիկն է։ Սա բացատրեցինք։ Հիմա անցնում ենք husband, ամուսին, ինչպես բացատրենք։ Ամուսին ինչպես է կոչվում։ Ինչպես ասենք։ Bob's father is his mother's husband. Bobby հայրիկը նրա մայրիկի ամուսինն է։ Bob's father is his mother's husband. Հիմա wife, կին բառը բացատրենք։ Bobby մայրիկը, Bob's mother is his father's wife. Bobby մայրիկը նրա հայրիկի կինն է։ Mr. and Mrs. Brown are Bob's parents. Ծնող բառն է բացատրում, ծնողներ։ Պարոն և տիկին Բրաունները Բոբի ծնողներն են։ Bob is their son. Son բառը, որդի բառը բացատրեց, Bobը նրանց որդին է։ Դուստր բառն եք բացատրում, Bob's sister, Bobի քույրիկը, Anna, նրանց դուստրն է, is their daughter. Mr. Brown's brother, պարոն Brown-ի եղբայրը, Bobի հորեղբայրն է։ Նրա կինը, his wife is Bob's aunt. Նրա կինը Bobի aunt-ն է։ Their son is Bob's cousin. Հիմա cousin բառը բացատրում է, ինչ է կոչվում, որ նրանց երեխան Bobի cousin-ն է, Bobի համար կոչվում է cousin. Bob's grandmother and grandfather are his grandparents. Հիմա տատիկ պապիկ բառերն է բացատրում, երկուսը միասին անգլերեն տատիկ պապիկին ասում են grandparents, մեծ ծնողներ։ Ոտանավոր This is my father, this is my mother, this is my sister, this is my brother. Սա իմ հայրիկն է, սա իմ մայրիկն է, սա իմ քույրիկն է, սա իմ եղբայրն է։ This is my uncle, this is my aunt. Սա իմ քեռին կամ հորեղբայր, երկուսն էլ թարգմանվում է այդպես, aunt-ը հորաքույր, մորաքույր, սա իմ cousin-ն է, նրանց երեխան և սա էլ ես եմ։ Հաջորդ էջում արդեն նոր բառերը ասել ենք husband, ամուսին, wife, կին, son, որդի, a daughter, դուստր, an aunt, հորաքույր, մորաքույր, uncle, քեռի, հորեղբայր, cousin, նրանց երեխաները կոչվում է cousin, parent, ծնողներ, grandparents, տատիկ պապիկը միասին կոչվում են grandparents։ 7-րդ վարժություն պահանջում է բաժանվել խմբերի և ամեն խմբի անդամ որոշի, թե ինքը, այսինքն կազմում են ընտանիք, այսպես պատկերավոր ասենք, և ընտանիքը պետք է ունենա իր անդամները, ամեն մեկը որոշի, թե ինչ դեր է տանում, ինքը ընտանիքի որ անդամն է, հայրն է, մայրը, քեռի, տատիկ, պապիկ և այլն։ Եվ մեկը մյուսին հարց է տալիս, մի խմբի անդամը մյուս ընտանիքին, այսպես ասենք, հարց է տալիս։ Հիմա who is he կամ who is she, նայած ում են մատնացույց անում, եթե աղջկա who is he, եթե աղջկա who is she, եթե տղայի who is he, և պատասխանում են նույն ձևով, ինչպես այս դասում էր։ Հարցն է who is she ենթադրենք,
ում որ մատնացույցությամբ ենթադրենք մայրիկին է մատնացույցանում պետք է ասի she is my mother, հետո մյուսին հարցնում է ենթադրենք who is he, ենթադրենք նա քերի է, պիտի ասի նա իմ քերին է, he is my uncle, նույն ձևով ինչպես որ դասներ։ Անցնում ենք 8-րդ վարժությանը։ Պետք է նորից այս խմբի անդամների մասին խոսենք տատիկ, պապիկ, քույր, մայր, հայր, մի խոսքով հարցնենք եւ պատասխանենք։ Ինչպես ենք անելու։ Ես օրինակը կասեմ, նույն ձևով դուք կանեք։ Ասենք, այստեղ տալիս է նույնիսկ ընտանիքը։ Պատմելու ձևով, hello, this is my family. I have a father, a mother, a sister, a brother, a grandfather, a grandmother, a cousin, կամ cousins, եթե շատ է երեխաները։ My grandfather is my father's father. Պապիկս իմ հայրիկի հայրն է։ My grandmother is my father's mother. Եթե հայրիկի մայրն է կամ մայրիկի մայրն է, նայածում եք ասում my aunt is my father's sister. My grandparents are my father's and my father's parents. My cousins are my uncle's children. Եվ այս ձևով։ Փաստորեն ծանոթացաք հայրիկ, մայրիկ գիտեիք, քույր եղբայրը գիտեիք, տատիկ, պապիկը գիտեիք, aunt, uncle, cousin, parents, grandparents, ծնողներ բառերին ծանոթացաք։ Ավարտեցինք այս դասը եւս, բաժանորդագրվեք մեր էջին, հավանեք մեր էջը եւ գրեք ձեր մեկնաբանությունները։ Goodbye.